Պաթոլոգիա, որի ժամանակ ոսկրերը կորցնում են իրենց ամրությունը, դառնում են փխրուն և կարող են հեշտությամբ կոտրվել։ Ոսկրային զանգվածի կորուստն աստիճանաբար է ընթանում և հաճախ ախտորոշվում է արդեն բարդությունների փուլում, ողնաշարի կամ ազդրի գլխիկի կոտրվածքների ժամանակ։ Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունների տվյալների, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում այս պաթոլոգիան 4-րդ տեղն է զբաղեցնում սիրտանոթային ուռուցքաբանական հիվանդություններից և շաքարային դիաբետից հետո։ Ինչ պաթոլոգիայի մասին է խոսքը, ինչու է այն առավել հաճախ հանդիպում կանանց մոտ, ինչ անդառնալի հետևանքներով է հղի։ Զրուցել ենք Իզմիլյան բժշկական կենտրոնի ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանի հետ։ Օստեոպարոզը դա հիվանդություն է, որի ժամանակ ուրեմն նկատվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի իջեցում, ոսկրի որակի խանգարում, որի ի հերթին բերում է ոսկրի փխրունությանը և պացիենտների մոտ նկատվում են կոտրվածքներ աննշան տրավմաներից հետո։ Օստեոպարոզը ինքը իրենով սոցիալական խնդիր է, քանի որ նա ուրեմն առաջացնում են տիպիկ կոտրվածքներ, որոնք են ուրեմն ազդ ոսկրի վզիկի կոտրվածք, ուսային ոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածք, նախաբազկի դիստալ հատվածի կոտրվածքներ և ուրեմն ողերի կոտրվածքներ, կոմպրեսիոն կոտրվածքներ, որով է և ուրեմն հանդիսանում է սոցիալական խնդիր, բերում է ուրեմն հաշմանդամության, բերում է անաշխատունակության և իհարկե ցավոք սրտի մահացության։ Իդեպ ասեմ, որ մահացությունը առաջի տարվա ընթացքում բավականին մեծ տոկոս է ուրեմն կազմում, 12-ից 40% և ավելի շատ ուրեմն նկատվում է տղամարդկանց մոտ։ Սակայն ասեմ, որ կանանց համար սա խոցելի ավելի խնդիր է, քանի որ նախ հանդիպում է կանանց մոտ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ, և ուրեմն կանանց մոտ ավելի վաղ տարիքում է արտահայտվում օստեոպարոզը, որը բացատրվում է դաշտանադադարից հետո էստրոգենների սինթեզի պակասի հետ։ Ինչպիսին է կլինիկան այս պաթոլոգիայի։ Կլինիկան ուրեմն շատ անգամ ասիմպտոմ է, այսինքն մենք պացիենտի մոտ ախտորոշում ենք, երբ որ արդեն ունենք կոտրվածք, բայց պետք է մեր ուշադրությունը ուրեմն դարձնենք որոշակի գանգատներին, որը կարողանում ենք անամնեստիկ տվյալները հավաքելուց ուրեմն պացիենտի մոտ ուրեմն նկատենք։ Դա գոտկային հատվածի ցավերն են, որը ավելի ուժեղանում են դեպի երեկոյան ժամերին և գիշերային բնույթի են լինում նույնիսկ։ Դա ուրեմն բոյի կարճեցումն է 2 սանտիմետր և ավելի առաջի 1-3 տարիների ընթացքում։ Հետո պացիենտի մոտ նկատվում է ուրեմն կրծքային կիֆոզ, ոնց ենք մենք ուրեմն դասում պացիենտին կանգնեցնում ենք պատի մոտ և չափում ենք հեռավորությունը ծոծրակից մինչև պատ, դա պետք է գերակշռի 5 սանտիմետր և ավելի տարածք, և ուրեմն եթե ավելի է խորանում այդ խնդիրը պացիենտի մոտ, իր մոտ ուրեմն առաջանում է հարկադրական դիկ, որը մենք կոչում ենք ռուսերեն ասած պոզոպրասիդիլը։ Ինչպես ենք ախտորոշում։ Ախտորոշումը ուրեմն մի քանի հետազոտություններ կան, դա կատե հետազոտությունն է, սցինցիգրաֆիան է, ռենտգեն, բայց միանշանակ ասեմ, որ հիմնական ախտորոշումը օստեոպորոզի դա դենսիտոմետրիան է։ Ստեղ մենք առաջնորդվում ենք T և Z կրիտերիաներով, որ կարողանանք ուրեմն ախտորոշենք պացիենտի մոտ և իրանց գնահատում ենք հատուկ զոնաներով։
Ուրեմն նորման դասվում է +2.5-ից մինչև -1 հատվածը, օստեոպենիան դա համարվում է անցողիկ զոնա, նորմայից դեպի պաթոլոգիա, դրա գնահատականը -1-ից -2.5-ն է, օստեոպորոզը արդեն ուրեմն դասում են 2.5 եւ ավելի ներքև հատված եւ ուրեմն կա ծանր օստեոպորոզ, երբ որ ունենք -2.5 ցուցանիշ եւ ունենք արդեն արկա 1 կամ 2 կոտրվածք։ Տվյալ պաթոլոգիան ունի ժառանգական նախատրամադրվածություն, ինչ է խոսում ձեր պրակտիկան այս մասով։ Այո, ժառանգական նախատրամադրվածություն ունի ընտանեկան անամնեզը, եթե խոսեցինք ժառանգության մասին, կարամ ընդհանուր ասեմ, որ գոյություն ունեն ռիսկի գործոններ, միանգամից ժառանգությունն էլ է այդ դասին դասվում, ստեղ ուրեմն կնշեմ տարիքը 65 եւ ավել, իգական սեռը, սպիտակ եվրոպոիդ ռասան, ծխախոտի չարաշահումը, ալկոհոլի չարաշահումը, ուրեմն սնունդ, որը պակաս է կալցիով, վիտամին D-ի անբավարար քանակը արյան մեջ, հիպոհոնոդիզմը, ֆիզիկական ուրեմն պակաս ակտիվությունը, կոտրվածքներ անամնեզում, ցածր ոսկրի խտություն եւ գլյուկոկորտիկոիդային ուրեմն բուժում 3 ամիս եւ ավել ժամկետով։ Իդեպ ասեմ, որ դա արդեն ապացուցված է, որ գոյություն չունեն անվտանգ գլյուկոկորտիկոիդային դեղաչափեր, այսինքն բոլոր դեղաչափերը տարիների ընթացքում առաջացնում են պացիենտի մոտ օստեոպորոզ։ Կան կոնկրետ պաթոլոգիաներ, որոնք որ նպաստում են տվյալ պաթոլոգիա, այսպես ասած, ի հայտ գալուն։ Այո, միանշանակ մենք դասակարգում ենք օստեոպորոզը առաջնային եւ երկրորդային խմբերին, առաջնայինը դա հետդաշտանադադարայինն է, դա սենիլն է, տարեց մարդկանց մոտ, որ գրեթե ակամասեռից բոլորի մոտ կարող է ի հայտ գա, դա ուրեմն յուվենիլն է, որը արտահայտվում է պացիենտների մոտ արդեն վաղ տարիքում, իդիոպաթիկն է, առաջնային խմբի մոտ, երբ որ ուրեմն պացիենտի մոտ կարծես պատճառներ չկային, բայց պացիենտի մոտ մենք անելով ռենտգեն դենսիտոմետրիա ախտորոշում ենք օստեոպորոզ եւ արդեն պարտավոր ենք մենք բժիշկները ցուցաբերենք համապատասխան բուժօգնություն։ Երկրորդային խմբի մեջ ստեղ դասում ենք բոլոր օրգան համակարգերի հիվանդություններ, օրինակ էնդոկրին համակարգի հիվանդություններ, որոնք են օրինակ իցեգոկուշինգի համախտանիշը, շաքարային դիաբետը, հատկապես ինսուլինակախյալը, ուրեմն տիրոտոքսիկոզը, գիպերպարատիրեոզը, գիպոգոնոդիզմը, ստամոքսի հիվանդությունների ժամանակ դա հաճախ ստամոքսի ռեզեկցիան, մալաբսորբցիան, երիկամների տարբեր լարդի հիվանդություններն են։ Այսինքն դրանք պաթոլոգիաներ են բժշկուի, որոնք որ նպաստում են, որպիսի ի հայտ գա, այսինքն գաղտնի այդ շրջանում ի հայտ է գալիս տվյալ պաթոլոգիա։ Այո, դա երկրորդային խնդիրներ են, որոնք այսինքն ունի պացիենտը հիմնական հիվանդություն, բայց երկրորդային փուլում մենք տեսնում ենք եւ զուգահեռ այդ խնդիրը առաջացած։ Մեր ռևմատիկ հիվանդություններից դա հաճախ ուրեմն ռևմատոիդ արտրիտն է, սիստեմային կարմիր գայլախտն է եւ սպոնդիլոարտրիտների խումբն է։ Արյան հիվանդություններից կնշեմ լիմֆոլեյկոզը, լեյկոզը եւ միելոմային հիվանդությունը, գոյություն ունեն ուրեմն ոչ ուրիշ հիվանդություններ, տարատեսակ, օրինակ ձվարանների հեռացումը, անորեքսիան, օրգանների տրանսպլանտացիան, իմոբիլիզացիան, որը կարա երկրորդային բերի, գենետիկ հիվանդությունները, մարֆանի համախտանիշը եւ Էլերս-Դանլոյի համախտանիշը եւ ուրեմն դեղորայքային ուրեմն գործոնը, որը օրինակ առաջի հերթին կնշեմ հորմոնային թերապիան, անտացիդները, որոնք ուրեմն շատ հաճախ մենք նշանակում ենք պացիենտներին, հատկապես ալումինիա պարունակող անտացիդները եւ երկարատև հակադեպրեսանտների օգտագործումը կարող է առաջացնել նույնպես օստեոպորոզ պացիենտների մոտ։ Բժշկուի խոսենք նաև բուժման մեթոդների մասին, արդյոք մեկ բուժման, այսպես ասած, կուրսը թույլ է տալիս, որպեսզի հիվանդը այլևս չառերեսվի տվյալ պաթոլոգիայի հետ, թե դա երկարատև գործընթաց է։
Բուժումը նախ ասեմ, որ երկու խմբից է բաղկացած՝ դեղորայքային եւ ոչ դեղորայքային։ Իհարկե դեղորայքայինը մենք օգտագործում ենք երկարատև ժամկետով, քանի որ պետք է հագեցնենք ոսկրային համակարգը եւ կախված դենսիտոմետրիայի պատկերից ըստ դրա որոշվում է բուժման երկարատևությունը։ Բայց ես այստեղ կուզեի ավելի շատ նշեի ոչ բուժական մեթոդը օստեոպարոզի բուժման, ոչ դեղորայքային, այստեղ ուրեմն խորհուրդ են տալիս պացիենտներին որոշ ուրեմն ցուցումներ, օրինակ ստեղծված են դպրոցներ հատուկ բուժական, կրթական, որտեղ պացիենտին պատմում են իր պաթոլոգիայի մասին եւ խորհուրդներ են տալի ինչ անի պացիենտը, որպեսզի ուրեմն չունենա կրկնակի էլի կոտրվածքներ եւ ուրեմն ավելի դրական, ավելի լավ արդյունք ստանանք բուժումից, հա։ Դա ուրեմն առաջինը ֆիզիկական որոշ բուժական վարժություններն են եւ հորդորում են պացիենտին շատ քայլել։ Դա ուրեմն սնունդն է, որը հագեցած է կալցիով։ Սովորաբար պացիենտին օրական պետք է 1200-ից 1500 միլիգրամ կալցի սնունդի ձևով, որ կարող է պացիենտը ստանալ կամ դեղորայքով։ Դա վիտամին D-ի ուրեմն քանակն է, որը մենք պետք է ապահովենք, որպեսզի հագեցնենք վիտամին D-ով արյունը։ Ուրեմն դա հորդորում են պացիենտին չչարաշահել ուրեմն ալկոհոլը եւ զերծ մնալ ծխախոտից։ Եվ ուրեմն եթե պացիենտը ունի ինչ-որ ուրիշ խնդիրներ, օրինակ ենթադրենք տեսողության խնդիր ունի, մենք փորձում ենք կորեկցիայի ենթարկենք պացիենտի տեսողությունը, քանի որ օստեոպարոզի ժամանակ հակում կա պացիենտների ավելի հաճախ ընկնելը, եւ փորձում ենք տանը հարմարություններ ստեղծենք, որ պացիենտը հեշտ տեղաշարժվի, եթե բուժառուն դժվար է տեղաշարժվում, ուրեմն խորհուրդ ենք տալի ձեռնափայտ կամ ինչ-որ սարքեր, որի միջոցով ավելի հեշտ տան պայմաններում կտեղաշարժվի պացիենտը։ Եվ ուրեմն կան հակացուցված գործոններ պացիենտի համար, ուրեմն չի կարելի, որ պացիենտը վազի կամ թռիչքաձև վարժություններ կատարի, մանուալ թերապիան, որը միանշանակ ուրեմն բացառվում է, ուրեմն կորսետների կրումը, որ էլի նույնպես թույլատնում է մկանային համակարգը, ինչպես եւ մերսումները։ Եվ եթե պացիենտը կրթվի իմանա այդ ամբողջ ուրեմն գործընթացը, մեզ ավելի հեշտ կլինի վարել այդ պացիենտին։ Շատ լավ, բժշկուհի, դուք նշեցիք, որ բուժմանը զուգահեռ շատ կարևոր է նաև սննդակարգը։ Արդյոք կա հստակ սննդակարգ տվյալ պաթոլոգիայի բուժմանը զուգահեռ, որպեսզի անպայման հետևել այդ սննդակարգին։ Մենք պացիենտին հորդորում ենք կալցիով հարուստ սննդակարգ, ուրեմն դա ձկնային ուտեստներն են, դա կաթնամթերքներն են, դա ուրեմն կաղամների բոլոր տեսականիներն են, հա, հատկապես ուրեմն բոլոր միկրոէլեմենտներով հագեցած սննդակարգն է, որը որ հորդորվում է պացիենտին օրվա մեջ ռացիոնում օգտագործել։ Թեմայից դուրս մեկ հարց եւս, որը մեզ ուղարկել են մեր հետևորդները, առհասարակ ովքեր կարող են դիմել ռևմատոլոգին։ Բոլոր այն պացիենտները, որոնք ունեն հենաշարժական ապարատի, մկանային համակարգի եւ ոսկրային համակարգի հետ խնդիրներ, եւ մենք եւ զբաղվում ենք եւ սիստեմային հիվանդություններով, այսինքն բոլոր այդ խնդիրների դեպքում պացիենտը կարող է դիմել բժիշկ ռևմատոլոգի։ Շնորհակալ եմ շատ կարևոր պաթոլոգիայի մասին այսքան մանրամասն զրույցի համար եւ իրազեկման համար, հաշվի առնելով, որ դեռ մի ամսյակի մեջ ենք, որպես կայացած բժշկուհի, որպես կայացած հայ կին, հայ մայր, օրինակելի ընտանիքի մայր, ձեր թույլտվությամբ ընդամենը մի քանի բլից հարցերի միջոցով փորձենք բացահայտել ձեզ ոչ թե որպես բժիշկ, այլ նաեւ որպես հայ մայր, հայ կին։ Պատրաստ եք։ Խնդրեմ, այո։ Եթե չլիներ կինն ու գինին, ապա կարծում եմ տղամարդու կյանքը կլիներ շատ միապաղաղ եւ անհետաքրքիր։ Ինչ պետք է անի տղամարդը, եթե իր սիրելի կինը սխալ է։ Պետք է հասկանա եւ ների իր կնոջը։ Եվ վերջում, եթե կինը գեղեցիկ է, ապա երջանիկ է։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։